Հիշում եք ժողովրդական խոսքը, որ ասում է մերկ եկել ես, մերկ էլ կգնաս, չէ՞։ Աստվածաշնչից է վերցված։ Կամ հետդ բան չես տանի։ Դրանք ժողովրդական խոսքեր չեն, դրանք Աստվածաշնչից են։ Առաջին Աստված ասել, մերկ ես եկել, մերկ էլ կգնաս։ Մարդը հարստանում է, իր տան փառքն էլ շատանում։ Դու գիտեք ինչ նշանակում իր տան փառքը։ Այսինքն իր տունը հայտնի է լինում, մեծանում է կալվածքները, շատանում են կալվածքները մարդու։ Ամեն ինչ անում որ դիզի, ամեն ինչ մեծանում է, բարձրանում է իր քթի հետ միասին։ Զգացել եք, որ հարստանում է մարդը կամաց քթի հարաբերակցությունը հողի նկատմամբ փոխվում այսպես։ Այսպես բարձրանում է ու բութանկյուն ասես տեղի ունի։ Սկզբում 90 աստիճան է, հետո բութանկյուն է։ Աստված էս խոսքով ուզում ասի մի քիչ քիթ իջացրու։ Որ հարստացել ես, կալվածքները չատացել ես, տանդ փառքը, հայտնիությունը տարածվել, ասում են, «Էս ինչ տանտերն է, այնտեղ այս էս փողոցում, այս էս տուն ունի»։ Հետը չի տանի։ Չնայած պատմության մեջ տեսնում ենք, հետո պեղումների հետևանքով հայտնաբերվում են թագավորներ, իշխաններ, հարուստներ, որ տեսնում ես կճուճով ոսկիներ են դրել իրանց հետ, որ տանեն իրենց հետ։ Ուր։ Լուրջ։ Նույնիսկ տեսնում ես մահացած ստրուկներ են թաղված եղել այդ մարդկանց հետ, որ գնան իրենց սիրելի թագավորի հետ։ Հավատամք է եղել, կռապաշտություն է եղել։ Նույնիսկ տեսնում ես, որ իրենց սիրած իշխանի համար նույնիսկ ինքնասպանություն են գործել, որ հետը գնան։ Ուր։ Մեռնելուց հետո էլ ուր։